Հրապարակ թերթը գրում է փետրվարի 12-ից կմեկնարկեն քաղաքացիական պայմանագրի նախընտրական ընտրությունները, որոնք կընթանան երրորդյա ժամկետում։ Բոլոր մարզերի եւ Երևանի քաղաքացիական պայմանագրի տարածքային կառույցների անդամները համաժողովի պատվիրակները էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձևավորեն քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է քաղաքացիական պայմանագրի կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ եւ առաջադրված ու վարչության կողմից գրանցված 280 թեկնածուից ընտրություն կկատարեն 50 թեկնածուի օգտին, ապա ցուցակը կձևավորվի ռեյտինգային կարգով ըստ հավաքված ձայների։ Շատ ձայներ հավաքած անձիկ ցուցակի վերևի հատվածում երրորդյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 թեկնածուի միջև ընտրեն, նաև վարչապետի թեկնածուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։ Կուսակցությունում բոլորը շունչները պահած սպասում են փետրվարի 12-ից 15-ին։ Բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմներին երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը։ Բոլորին ասվել է՝ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. անցած տարվա հունիսի 2-ին Պետեկամուտների կոմիտեի նախագահի մտերիմ ընկեր, նախկին քննիչ եւ դատախազ Գառնիկ Մարգարյանը նշանակվեց կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ։ Այս տարվա հունվարի 15-ին կոմիտեն տեղեկացրեց, որ Մաքսանենկ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։ Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Մաքսանենկ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ կոմիտեում բացվել է ծառայողական քննություն։ Եվ հիմա թերթի տեղեկություններով Գառնիկ Մարգարյանը հրավիրվել եւ հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում այս վարույթների շրջանակում։ Համակարգում լուրջ խմորումների մասին են ակնարկում, մտավախություն հայտնելով, որ իրավապահները փորձում են մաքրել հնարավոր պատասխանատվությունից որոշ բարձրաստիճան պաշտոնյաների։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է. Արցախի թեմի այլևս մերժված առաջնորդ Վրդանե Սրբազանը մտերիմների մոտ սկսել է տարածել, թե շատ շուտով իրենց դասնյակը հաջողության է հասնելու։ Կշտամբանքներին, թե ոնց կարողացար ուրանալ վեհափառին, վերջինս առանց ամոթի այսպես է պատասխանել. լավ եմ արել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊԱ-ական մեծամասնությունն ազգային ժողովի կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում 3 հավանության արժանացրեց տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որում վտանգավոր փոփոխություններ են ներառված։ Ըստ դրանց արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային կրոնական ատելություն բորբոքելու, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։ Այս արարքներն արդեն իսկ քրեորեն պատժելի են, ուստի իմաստ չկար ներառել տեսալսողական մեդիայի մասին օրենքում։ Ակնհայտորեն մութ նպատակով է դա արվում՝ հեռուստաընկերությունների ազատությունը սահմանափակելու համար։ Մեկ այլ վտանգավոր դրույթ էլ են ներդնում՝ արգելել օտարերկրյա ծրագրերով ներքաղաքական կյանքի միջամտող բովանդակության տարածումը, որը եւս կամայականորեն կմեկնաբանվի։ Գրում է թերթը։